Էներգետիկ համակարգերի միացում ֆիզիկապես նշանակում է, որ կվերաթողարկվեն կամ կկառուցվեն նոր բարձրավոր տոթային գծերը, կարդիականացվեն կամ կկառուցվեն նոր ենթակայաններ, որոնք կսնուցեն այդ գծերը, եւ ելի մի քանի տեխնիկական միջոցառումներ, այդ աշխատանքների ընդհանուր տևողությունը կարելի է գնահատել 1.5-2 տարի։ Բանականն է, որ երկար տասնամյակներ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի էլեկտրաէներգետիկ ցանցերը գործում էին զուգահեռ ռեժիմում, ինչը բարձրացնում էր ընդհանուր արդյունավետությունը, փոխոսքերի կառավարելիության արդյունավետությունը եւ էլեկտրամատարկարման հուսալիությունը։ Այնուհետև այդ համակարգը փլուզվեց խորհրդային միության հետ միասին եւ հիմա կարծես առանձին էլեմենտներ են գործում զուգահեռ աշխատանքի մեջ է Հայաստանի եւ Վրաստանի էլեկտրական ցանցերը։ Ահա եթե իրականության կոչվի Հայաստանի եւ Ադրբեջանի էլեկտրաէներգետիկ ցանցերի համակցումը, կարծում եմ դա լուրջ խթաններ կտա Հայաստանին հետեւյալ տեսանկյունից։ Բանրանում է, որ մեծ էներգետիկ ոլորտում էլեկտրաէներգետիկան դա այն բացառիկ ենթավորորդն է, որտեղ Հայաստանը ընդգծված առավելություն ունի իր հարևանների նկատմամբ։ Հայաստանում չկա նավթ, չկա գազ, չկա վերամշակող հզորություններ, փոխարենը կա բավական արդիական տեղակայված գեներացնող հզորություններ, էլեկտրակայաններ, Հայաստանում կուտակված է տասնամյակների հարուստ փորձ էլեկտրաէներգետիկ համակարգերի զուգահեռ աշխատանքի հետ, Հայաստանում կուտակված է փորձ Իրանի հետ գազ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրով աշխատանքների իրականացման ուղղությամբ, Հայաստանում կուտակված է էական փորձ դինամիկ եւ ստատիկ կայանությունների պահպանման տեսանկյունից, կարճ ասած էլեկտրաէներգետիկան դա այն ոլորտն է, որտեղ Հայաստանը առավելություն ունի իր հարևանների նկատմամբ եւ Հայաստանի եւ Ադրբեջանի էլեկտրաէներգետիկ ցանցերի համակցումը հեռանկարային կարող է լինել թե Հայաստանի համար, թե Ադրբեջանի համար, անթույլատրելի կախվածություն էլեկտրաէներգետիկ ոլորտում իհարկե հղի կլինի որոշակի ռիսկներով, բայց կոնկրետ էլեկտրաէներգետիկայի պարագայում ես այդպիսի վտանգ չեմ տեսնում, մենք գերկախված չենք կարող լինել Ադրբեջանից էլեկտրական էներգիայի մատակարարումների տեսանկյունից այն պարզ պատճառով, որ Ադրբեջանը դեֆիցիտային երկիր է եւ ունակ չէ էլեկտրական էներգիայի ծավալուն արտահանումների։ Հակառակը Հայաստանն է ունակ այդպիսի արտահանումներ իրականացնել եւ կարծես թե այստեղ մտավախություններ չկան։ Կա մի այլ մտավախություն, որ այս ծրագրերը որոշակի առումով կարող են խոչընդոտել Իրան-Հայաստան գազ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի բնականon զարգացմանը, բայց կարծում եմ այդ մտավախությունները հնարավոր է փարատել, հնարավոր է միջոցառումներ ձեռնարկել, որ ստեղծված համագործակցություն էլեկտրաէներգետիկայի ոլորտում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ոչ միայն չխոչընդոտի, այլ հակառակը օժանդակի Հայաստան-Իրան գազ էլեկտրաէներգիա ծրագրի իրականացմանը։